Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալ եմ ազգային ժողովի մեծարգո նախագահ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ։ Ես նախ ուզում եմ դիմել քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեր գործընկերներին եւ ասել, որ իմ տպավորությամբ Հայաստանի քաղաքացիները մի փոքր կամ ավելի շատ նյարդայնանում եւ մեզ մեղադրում են նրանում, որ մենք դեռ շարունակում ենք արձագանքել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ նրանց առաջնորդած ուժերին, որովհետեւ երբեմն քաղաքացիները, ես ուզում եմ վերջին շրջանի արձագանքների մասին խոսել, նրա մասին են, որ մարդիկ ասում են մեկ-մեկ նենց տպավորությունն է, որ շատ հարմար է տեղը դա ձեզ համար եւ այդ խոսակցությունների մեջ մտնում եք, որպեսզի այն իրական խնդիրները, որ կան, որ պետքա քննարկենք, լուծումները գտնենք, բանաձևեր գտնենք, դրանցից խուսափենք, որ իբր դրանցից խուսափենք։ Իրականում խնդրեմը ուրիշ տեղ է։ Իրականում խնդրեմը հետեւյալի մեջ է, որ հենց խորհրդանական երկրի կառավարման առանձնահատկությունը այն է, որ հիմնական խոսակցության կողմերը կառավարող մեծամասնությունն է եւ ընդդիմությունը։ Եվ իմ տպավորությամբ, սակայն իրոք այդ թնջուկը պետքա լուծվի։ Եվ այդ թնջուկը լուծվելու ճանապարհն այն է, որ մենք շուտով խորհրդանական ընտրություններ են լինելու։ Այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես չլինեն խորհրդանում։ Էս է լուծումը։ Քանի դեռ եղան, այս նույն իրավիճակը շարունակվելու է։ Եվ ես կարծում եմ, որ իրոք հասունացել է այդ պահը, որ այդ խնդիրը լուծվի, բայց ես ուզում եմ ասեմ նաև, թե ինչու պետք է այդ խնդիրը լուծվի։ Մի շատ հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ այս երկու օրվա քննարկումների ընթացքում։ Ընդդիմության պատգամավորը ինձ մեղադրեց, որ ես այլ երկրի ազդեցության գործակալին բարձր պաշտոններ եմ տվել զինված ուժերում, այդ երեք էր։ Այսօր եկավ այս ամբիոնից նույն մարդուն պաշտպանեց որպես հալածյալ։ Սա ինչի մասին է վկայում։ Սա վկայում է, որ ի հեճուկս անձնական որոշակի խնդիրների իրանք ուղղակի նույն կարգավիճակն են եւ նույն տեղից հրահանգը ստանում են, թե ում է պետք պաշտպանել եւ ում պետք չի պաշտպանել։ Այս ընտրություններում այդ խնդիրը պետքա լուծվի մի պարզ պատճառով, որովհետեւ ինչպես կարող են կռահել այդ նույն ելույթներից եւ հաջորդականությունից, այդ քաղաքական ուժերը եւ նրանց առաջնորդները նույնպիսի ենթադրաբար ազդեցության գործակալներ են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս քննարկումները ամբողջ դրա մասին են ցույց տալիս։ Եվ ես ուզում եմ, որ այս ամբիոնից մենք խոսենք 2018 թվականի եւ 2025 թվականի Հայաստանի մասին, որովհետեւ այդ մարդիկ ենթադրաբար այլ երկրի ազդեցության գործակալները ուզում են զզվանք, կամահրանք, արհամարանք ներշնչեն այսօրվա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց ես ուզում եմ իմ անկեղծ տպավորությունները կիսել 2018 թվականի եւ այսօրվա Հայաստանի տարբերությունների միջեւ, որովհետեւ 2018 թվականի դրությամբ Հայաստանը գտնվում էր այդ նույն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներն են թվարկած անձինք։ Այսօր Հայաստանը անկախ պետություն է։ Այսօր Հայաստանը ոչ միայն անկախ պետություն է, այլև Հայաստանը ունի ինքնիշխան կամքի կենտրոն եւ կարող է որոշումներ կայացնել։ Բայց ես ուզում եմ մենք բոլորս ի վերջո առերեսվենք եւ խոստովանենք։ Ի վերջո ո՞նց է Հայաստանը հայտնվել այդ գրպանում։
Ինչով, ինչպես։ Մի գործիքով ժողովուրդ ջան մենակ, Ղարաբաղի հարցով։